Հայկական պարերը ինչքանով ես եմ նկատել, հիմնականում դա խմբային պարեր են, իսկ կան եղել են անհատական պարեր կամ ասենք 2 հոգով, 4 հոգով։ Դուք շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև մեր պարերը եղել են կոլեկտիվ պարեր, որոնք պարել է ամբողջ գյուղը, խմբակային պարեր, որոնք ավելի տեխնիկապես զարգացած պարողներ են պարում, խմբերը 8-ից 10 հոգուց բաղկացած, այսինքն կոլեկտիվ պարերը պարում էր ամբողջ գյուղը։ Խմբակային պարերը պարում էին ճիշտ այն խմբի պարողները, արդեն մի քիչ տեխնիկապես զարգացած, որոնք որ որոշակի առումով կարող էին պարը ամբողջական ձևով զարգացնել նաև։ Եվ ունեինք զուգապարեր, ունեինք կենտապարեր։ Ես ձեզ մի բան ասեմ, օրինակ էթնոպարագիտության նորից հիմնադիրը Սրբ Հյուլիսիցյանը շատ հետաքրքիր մենապարեր է գրանցել եւ ես էլ մի մենապար եմ, 2 մենապար եմ գրանցել, այսինքն տեսել եւ գրանցել։ Օրինակ պաշտամունքի պարեր ենք ունեցել, չէ՞, օրինակ ծառի պաշտամունք, խնկի ծառի պաշտամունք, սոսե ծառի պաշտամունք ենք չէ ունեցել եւ տարբեր պաշտամունքային պարեր ենք ունեցել, շատ հնագույն պար է խնկի պաշտամունքի ծիսական պարը, որ վասպուրականցների մի կնոջից մենք գրանցեցինք, կամ այսօր համացանցում կա կարող են մտնել եւ նայել,